Լոս Անջելեսի վերահսկիչ խորհուրդը ընդունել է բյուջեի նախագիծ, որով $637 միլիոն կհատկացվի անօթևանության դեմ պայքարի ծառայությունների համար։ Նշվում է նաև, որ միայն անցած տարվա հաշվետվության համաձայն շուրջ 75,000 մարդ ապրում է առանց բնակարանի։ Անօթևանության ճգնաժամն ակնհայտ է Լոս Անջելեսի կենտրոնում, հատկապես Skid Row թաղամասում, որտեղ հարյուրավոր մարդիկ ապրում են ինքնաշեն կացարաններում։ Անօթևանների վրաններ պարբերաբար հայտնվում են նույնիսկ քաղաքապետարանի շենքի դիմաց եւ այլ թաղամասերում։ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել ստանձնել անօթևաններին հատկացվող մոտ $875 միլիոն վերահսկողությունը։ Այս քայլի պատճառը դարձել է այն, որ օրեր առաջ հայտնի է դարձել աուդիտը, որի մասին կխոսենք րոպեներ անց, իսկ այժմ եկեք տեսնենք, թե ինչ ենք խոսելու թողարկման ընթացքում։ Միացյալ Նահանգներից Չինաստան մեկնող ինքնաթիռի ուղևորները հայտնվել են անսպասելի վիճակում։ Մահապատիժը կարող է կրկին ուժի մեջ մտնել։ Լոս Անջելեսի դատախազը հայտարարություն է արել թեմայի վերաբերյալ։ Ամերիկյան տնտեսության վիճակի վերաբերյալ փորձագետները լուրջ անհանգստություն են հայտնում, գնահատելով, որ ռեցեսիայի վտանգն աճել է։ COVID-19 համավարակն ավարտվել է, ֆինանսավորումը կուղղվի նախագահ Թրամփի ծրագրերին։ Թրամփը առաջին անգամ մեկնաբանել է Ատլանտիկ ամսագրի սկանդալային հրապարակումը։ Նախագահը ստորագրել է ընտրական համակարգը հիմնովին փոխող գործադիր հրամանագիր, որով բազմաթիվ փոփոխություններ են նախատեսվում։ Հավայան կղզիների ամենաակտիվ հրաբուխը կրկին ժայթքել է։ Իսկ հաղորդման վերջում առանձնացրել ենք ձեզ համար վերլուծական հետաքրքիր թեմա ԱՄՆ ամենաֆինանսական նահանգներից մեկի մասին, այնպես որ դիտեք մեր հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ, ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները։ Կոմենտներում գրեք, թե որտեղից եք հետևում մեզ։ Վերադառնալով աուդիտի թեմային հիշեցնեմ, որ քաղաքային իշխանությունները ցանկանում են ավելի կոշտ քաղաքականություն սահմանել ֆինանսավորման հարցով, պատճառն էլ այն է, որ վերջին հրապարակված աուդիտի արդյունքներով պարզ է դարձել, որ անօթևանության դեմ պայքարի համար պատասխանատու պետական գործակալությունները գումարը ծախսել են անարդյունավետ։ Ըստ աուդիտի, պատասխանատու գործակալությունը վատ հաշվապահության պատճառով չի կարողացել հետևել ծախսերին և ստուգել, թե արդյոք վճարված ծառայությունները իսկապես տրամադրվել են, թե ոչ։ Կազմակերպությունը նաև ուշացրել է վճարումները չի ունեցել պայմանագրերի վերահսկման բավարար համակարգ, ինչպես նաև չի կարողացել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր հիմնավորելու $5 միլիոն կանխավճարները, որոնք տրամադրվել են 5 ծառայություններ մատուցող կազմակերպությունների։ 1993-ին հիմնված այս գործակալությունն ունի տարեկան մոտ $875 միլիոն բյուջե, որն ուղղվում է կացարանների, սննդի ծրագրերի և այլ ծառայությունների ապահովմանը։ Լոս Անջելեսի դատախազը հայտարարել է, որ թույլատրելու է մահապատժի պահանջ ներկայացնել, չեղարկելով նախկին դատախազի սահմանած արգելքը։ Դրանով նա կատարում է իր նախընտրական խոստումը։ Ես վճռականորեն հավատարիմ եմ մնում այս մոտեցմանը, որ Լոս Անջելեսում յուրաքանչյուր սպանության գործ մանրակրկիտ և արդյունավետ ուսումնասիրության ենթարկվի, ասել է Հոխմանը։ Չնայած դրան Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը 2019 թվականից սառեցրել է մահապատժի կիրառումը նահանգում, իսկ վերջին մահապատիժը կատարվել է 2006 թվականին։ Հոխմանը ընդգծել է, որ անկախ նահանգապետերի որոշումից, քանի դեռ Կալիֆոռնիայում մահապատիժը օրինական է, դատախազը պարտավոր է դիտարկել դրա կիրառման հնարավորությունը։ Լոս Անջելեսում հրշեջներին հաջողվել է մարել ուժեղ հրդեհը, որը բռնկվել էր Citadel Outlet առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող առևտրային շենքերից մեկում։ Շենքից բարձրացող ծխի ամպը տեսանելի էր ամբողջ տարածքից։ Հրդեհաշիջման աշխատանքները բարդացել են շենքի տանիքի մասնակի փլուզման պատճառով, ինչի հետևանքով հրշեջները ստիպված են եղել աշխատել միայն դրսից, չկարողանալով ներս մտնել։ Հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Community center. This is the LA County Fire Department that is on scene battling this fire in what's called a defensive mode.
Լոս Անջելեսի մեր սիրելի հետևորդների համար լավ լուր ունենք, նրանք ովքեր սիրում են կենդանիներ 2 օր կարող են անվճար շուն որդեգրել։ Փասադենայի կենդանիների խնամքի կենտրոնը հայտարարել է, որ մինչև մարտի 28-ը չեղարկում է բոլոր վճարները շների որդեգրման համար։ Հրդեհների ընթացքում Pasadena Human առանցքային դեր է խաղացել մարդկանց եւ կենդանիների օգնության գործում, տրամադրելով արտակարգ ապաստարաններ, օգնություն եւ անհրաժեշտ պարագաներ։ Ընդհանուր առմամբ կենտրոնը ընդունել է 1100 կենդանի, որոնցից 567-ը ժամանակավորապես տեղափոխվել էին, մինչև ընտանիքները փորձում էին գտնել կայուն կացարան։ Մնացած կենդանիները թափառական էին, որոնք հրդեհների քաոսի հետևանքով կորցրել էին իրենց տերերին։ Մենք դեռևս ունենք մոտ 150 ընտանիք կենդանի, որոնցից 90-ը շներ են, որոնք մնում են մեզ մոտ, մինչև նրանց ընտանիքները կգտնեն համապատասխան բնակարաններ։ Ցավոք դա նշանակում է, որ մենք շատ քիչ ազատ տեղ ունենք նոր, կորած կամ անտուն շների համար։ NBC News-ին ասել է Pasadena Human-ի հանրային կապերի տնօրենը։ Ամերիկյան տնտեսության վերաբերյալ մասնագետները այդքան էլ հուսադրող հայտարարություններ չեն անում, ասում են, որ ռեցեսիայի վտանգը աճել է։ Փորձագետները նշում են, որ տնտեսական անկման հավանականությունը հասել է 43%-ի, ինչը նշանակում է, որ կարող է գները աճել, իսկ տնտեսությունը ել ավելի դանդաղ զարգանալ։ Վերլուծաբանները հենվում են տնտեսական ցուցանիշների վրա, կանխատեսելով տնտեսական աճի դանդաղում եւ գնաճի բարձրացում։ Միաժամանակ Ֆեդերալ ռեզերվային համակարգը վերանայել է հնայի աճի կանխատեսումը, որը հասել է 2021 թվականից ի վեր ամենացածր մակարդակի։ Տնտեսական անկման գլխավոր պատճառներից մեկը, ըստ տնտեսագետների, Դոնալդ Թրամփի վարչակազմի մաքսատուրքային քաղաքականությունն է։ Ինտրիգային է, որ սովորաբար հանրապետականների վարչակազմի օրոք շուկան ու տնտեսությունը զարգանում են, քանի որ նրանք նվազեցնում են հարկերը եւ խթանում տնտեսական աճը։ Սակայն այս անգամ Թրամփի վարչակազմը գործում է անհասկանալի եւ անկանխատեսելի կերպ, ինչը ներդրողներին դնում է անորոշ վիճակում։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հետ է կանչել COVID-19-ի համավարակի դեմ պայքարի նպատակով տրամադրված $11.4 միլիարդ։ Առողջապահության նախարարության հաղորդակցության բաժնի ղեկավարը հայտարարել է, որ COVID-19 համավարակն ավարտվել է եւ մենք այլևս չենք պատնելու միլիարդավոր դոլարներ գոյություն չունեցող համավարակին դիմակայելու վրա, որը ամերիկացիների համար արդեն տարիներ առաջ ավարտվել է։ Առողջապահության նախարարությունը ֆինանսավորումը կուղղի այն ծրագրերին, որոնք կաջակցեն Թրամփի նպատակին, այն է պայքարել քրոնիկ հիվանդությունների դեմ եւ կրկին առողջացնել Ամերիկան։ Ֆինանսավորման հետ կանչի մասին ծանոթություններ ստացող կազմակերպությունները 30 օրվա ընթացքում պետք է ներկայացնեն կատարված ծախսերի հաշվետվությունը։ Մինչև դիվանագիտական սկանդալի մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Ալյասկայի լեռնային լճերից մեկում տեղի ունեցած ինքնաթիռի վթարից հետո օդաչուն եւ 2 ուղևորները հրաշքով փրկվել են 12 ժամ շարունակ մնալով սառը ջրերի մեջ ինքնաթիռի թևի վրա։ Փոքր ինքնաթիռը դուրս էր եկել տեսարժան վայրերը դիտելու թռիչքի, սակայն վթարային վայրեջք էր կատարել լճում։ Բարեբախտաբար օդաչուն եւ 2 աղջիկները միայն թեթև վնասվածքներ են ստացել եւ այժմ գտնվում են անվտանգ միջավայրում։ Կենտուկի նահանգում General Motors-ի գործարանից գողացել են 8 նոր Chevrolet Corvette սպորտային մեքենա, ընդհանուր $1.2 միլիոն արժողությամբ։ Առաջին մեքենան հայտնաբերվել է այն բանից հետո, երբ տեղի բնակարանային համալիրներից մեկի բնակչուհին հայտնել է ոստիկանությանը, որ կասկածելի տղամարդը նոր մեքենա է կայանել իրենց շենքի մոտ եւ հեռացել։ Պարզվել է, որ անհետացել է 8 մեքենա։ Ոստիկանները ձերբակալել են մեկ կասկածյալի, որը խոստովանել է, որ նախատեսում էր մեքենաները հասցնել Միչիգան նահանգ, որտեղ նրան մեծ գումար էին խոստացել գողացված մեքենաների դիմաց։ Հետաքննությունը շարունակվում է։ Լոս Անջելեսից Շանհայի ուղևորվող ինքնաթիռը արդեն անցել էր Խաղաղ օվկիանոսի մի մասը, երբ օդանավը հարկադրված է եղել շրջադարձ անել ու վայրեջք կատարել Սան Ֆրանցիսկոյում։ Պատճառն այն է, որ օդաչուն մոռացել էր իր անձնագիրը։ 270 ուղևորներով ինքնաթիռը Սան Ֆրանցիսկոյում վայրեջք կատարելուց հետո փոխարինվել է նոր անձնակազմով եւ ուղևորները ստացել են սննդի վաուչերներ ու փոխհատուցում։ Վերջապես ինքնաթիռը Շանհայի օդանավակայան է հասել նախատեսված ժամից 6 ժամ ուշացումով։ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք հետևել օրվա ամենաթարմ լրատվությանը, ապա անցեք թողարկման տակ տեղադրված հղումով ու հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։
Կոնգրեսում քննարկվել է ազգային անվտանգության գաղտնի տվյալների արտահոսքի սկանդալը, որը կապված է բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Կոնգրեսականները հարց են բարձրացրել, թե ինչու էին հետախուզական ղեկավարները քննարկում կարևոր ռազմական գործողությունների մանրամասները սովորական հաղորդագրությունների հավելվածում, այլ ոչ թե հատուկ պաշտպանված կառավարական կապուղիներով, ինչպես նաև արդյոք զրուցարանում տեղ գտած տեղեկությունը գաղտնի էր, եւ թե այո, ապա ինչու էր այն քննարկվում բաց հավելվածում։ Սենատորները հիշեցրին, որ Պենտագոնի ղեկավարը զրուցարանում ներկայացրել է հարվածի ժամանակացույցը, կիրառվելիք զենքերը եւ հնարավոր հետևանքները։ Իսկ այժմ այն մասին, թե ինչպես է մեկնաբանել Թրամփը դիվանագիտական սկանդալը, որում պատահաբար ներգրաված է եղել լրագրող, ով գաղտնի չաթում կարդացել է, թե ինչպես են ԱՄՆ-ի ռազմական ու քաղաքական ղեկավարները քննարկում Եմենի հութիների վրա հարձակումը։ Գոլդբեկը հայտնվել է սիգնալ հավելվածով գաղտնի խմբում այն բանից հետո, երբ նրան սխալմամբ ավելացրել էր Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։ Դա եղել է Մայքլի թիմից մեկի սխալը։ Աշխատակիցներից մեկի հեռախոսում կար նրա համարը։ Միջադեպն ընդհանրապես ոչ մի ազդեցություն չի ունեցել ռազմական գործողությունների վրա, հայտարարել է Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում։ Անվտանգության հարցերով խորհրդականը իր հերթին երեքշաբթի երեկոյան Fox News-ին տված հարցազրույցում իր վրա էր վերցրել միջադեպի ամբողջ պատասխանատվությունը, հերքելով, որ դա իր թիմի որևէ աշխատակցի մեղքն է։ Հոդվածը Վաշինգտոնում առաջացրել է մեծ աղմուկ։ Դեմոկրատ սենատորները նամակ են հղել Սպիտակ տուն, կատարվածն անվանելով զարմանալիորեն անփույթ վերաբերմունք ազգային անվտանգության հարցերի նկատմամբ։ Թրամփի հերթական աղմկահարույց որոշումը, ըստ որի նա ցանկանում է փոխել ընտրական համակարգը եւ այսպիսով ընտրություններին մասնակցած յուրաքանչյուր քաղաքացի պետք է ապացուցի իր քաղաքացիությունը։ Հրամանագրով նախատեսվում է մի շարք լրացուցիչ փոփոխություններ ևս։ Փորձագետները զգուշացնում են, որ այս հրամանագրի կիրառումը կարող է զրկել ընտրելու իրավունքից տասնյակ միլիոնավոր ամերիկացիների։ Բացի այդ, իրավաբանները համոզված են, որ Թրամփի այս որոշումը կհանդիպի լուրջ իրավական մարտահրավերների։ Դաշնային օրենսդրությունն արդեն իսկ պահանջում է, որ ընտրողները գրանցվելիս պարզապես բանավոր հաստատեն, որ նրանք ԱՄՆ քաղաքացիներ են, սակայն դատարանները նախկինում արգելել են նահանգներին պարտադրել փաստաթղթային ապացույցներ ներկայացնելու պահանջը դաշնային ընտրությունների ժամանակ։ Հավայան կղզիների ամենաակտիվ հրաբուխը կրկին ժայթքել է։ Երեքշաբթի կեսօրից սկսած հրաբխի խառնարաներից լավան սկսել է հոսել դեպի ստորոտ։ Հավայան հրաբխային դիտորդների կենտրոնի տեղեկացմամբ չի սպառնում բնակելի գոտիներին։ Լավայի շիթերը հաճախ բարձրանում են օդ վերածվելով տպավորիչ տեսարանի։ Այս ամենը զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է։ Հրաբուխը պարբերաբար ժայթքում է դեռ անցյալ տարվա դեկտեմբերի 23-ից, մինչև այս տեղի է ունեցել 14 առանձնակի ժայթքում, որոնց տևողությունը եղել է 13 ժամից մինչև 8 օր։ Հիշեցնենք, որ Հավայան կղզիներում ընդհանուր առմամբ 6 ակտիվ հրաբուխ կա, որոնցից ամենամեծը ժայթքել է 2022 թվականին։ Սիրելի հետևորդներ, մեր թիմը ձեզ համար առանձնացրել է մի հետաքրքիր թեմա, որը վերաբերում է ԱՄՆ ամենաֆինանսական նահանգներից մեկին։ Դելավեր նահանգը ներկայացնելու ենք ձեզ թվերի միջոցով, բայց մինչև այդ մի փոքր նախաբան։ Դելավերում օրենսդիրները երեքշաբթի երեկոյան արագացված կարգով ընդունել են օրինագիծ, որը պաշտպանում է կորպորատիվ ղեկավարներին բաժնետոմսերի դատական հայցից։ Օրինագիծը ստացել է նահանգապետերի եւ բիզնես առաջնորդների աջակցությունը, սակայն բաժնետերերի, փաստաբաններն ու կենսաթոշակային հիմնադրամները քննադատել են այն, համարելով, որ այն առավելություն է տալիս միլիարդատերերին եւ կորպորատիվ ղեկավարներին։ 2023 թվականի տվյալներով Դելավերի բնակչության պաշտոնական թիվը կազմել է 1 միլիոն, ու սա այն դեպքում, երբ պաշտոնապես գրանցված ընկերությունների թիվը գերազանցում է բնակչության թվին, կազմելով 2 միլիոն 200 հազարը։ Այս քանակությամբ բիզնես կազմակերպություններ իրենց իրավաբանական հասցեն գրանցել են Դելավերում։ Պաշտոնական տվյալների համաձայն Դելավերում գրանցված բիզնեսների թիվը կայուն աճում է, թեև նրանց մեծ մասը գլխամասային գրասենյակները պահում է այլ վայրում, ընկերությունները իրենց իրավաբանական հարցերը կարգավորում են Դելավերում։ Ըստ տվյալների 2024 թվականին իրականացված բոլոր IPO-ների 81%-ը հենց գրանցվել է Դելավերում։ Հիշեցնեմ, որ IPO-ն գործընթաց է, որի ընթացքում մասնավոր ընկերությունը առաջին անգամ հանրությանը վաճառքի է հանում իր բաժնետոմսերը։ Սա ընդգծում է Դելավերի վճռորոշները ամերիկյան կորպորատիվ միջավայրում, որտեղ ընկերությունները նախընտրում են գրանցվել օգտվելով բարենպաստ իրավական կարգավորումներից եւ կորպորատիվ գործերով փորձառու դատարաններից։ Դելավերի նահանգային կառավարությունը տարեկան ստանում է 2.2 միլիարդ դոլար եկամուտ կորպորատիվ լիցենզիայի վճարներից եւ համապատասխան հարկերից։
Այս գումարը կազմում է նահանգի ընդհանուր գործառնական բյուջեի մոտ 1/3-ը, ինչը դարձնում է կորպորատիվ գրանցումների համակարգը Դելավերի տնտեսության հիմնասյուներից մեկը։ Նահանգային վաճառքի հարկը 0% է, Tax Foundation-ի տվյալներով 2023 թվականին միայն 4 նահանգ չուներ նահանգային վաճառքի հարկ։ Այս զրոյական հարկային դրույթը Դելավերին դարձնում է ել ավելի գրավիչ հարևան նահանգների բնակիչների համար, ովքեր ցանկանում են խոշոր գնումներ կատարել առանց հավելյալ հարկայի բեռի։ Եվ վերջում երկու ջրաքիսի հաջողվել է փախչել Վիսկոնսինի կենդանաբանական այգուց ձմեռային փոթորիկի ժամանակ։ Կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտնել է, որ ջրաքիսները փախուստի են դիմել ընդլայնելով իրենց համար բացված փոքր անցքը։ Նրանք ուսումնասիրում են մոտակա ջրային տարածքը, բայց պարբերաբար վերադառնում են կենդանաբանական այգու սահմաններին։ Այգու ներկայացուցչի կարծիքով ջրաքիսները հավանաբար կմնան տարածքում։ Նրանց տեսակն ի սկզբանե բնորոշ է այս շրջանին եւ նրանք կարող են ինքնուրույն գոյատևել տեղական լճակներից եւ գետակներից սնունդ ու ապաստան գտնելով։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք բաց չթողնել մեր հետագա թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք 2 օրից։